Գիրք Ծննդոց, գլուխ 21. Եվ Եհովան այցելություն արավ Սարային, ինչպես ասել էր, և Եհովան արավ Սարային, ինչպես որ խոսել էր, և Սարան հղացավ, և մի որդի ծնեց Աբրահամի իր ծերությունումը, այն որոշյալ ժամանակին, որ Աստված ասել էր նրան. և Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարան նրա համար ծնել էր, Իսահակ կոչեց. և Աբրահամը թլպատեց իր որդի Իսահակը, երբ որ 8 օրվան էր, ինչպես որ Աստված իրան պատվիրել էր. և Աբրահամը 100 տարեկան էր, երբ որ իր որդին Իսահակը իր համար ծնվեց. և Սարան ասեց. Աստված ինձ համար ծիծաղ շինեց, ամեն լսողը իմ մասին ծիծաղելու է. նաև ասեց. ով կասեր Աբրահամին, թե Սարան որդիք կսնոցանե, որովհետև նրա ծերությունումը նրա համար որդի ծնեցի. և տղան մեծացավ և կաթից կտրվեցավ. և Աբրահամը մեծ խնջույք արավ Իսահակի կաթից կտրված օրը. և Սարան տեսավ, որ Եգիպտացի Հագարի որդին, որ ծնեց Աբրահամի համար, ծաղրող էր, և ասեց Աբրահամին. դուրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպիտի լինի. և այս բանը Աբրահամին շատ դժվար երևեցավ իր որդու պատճառովը. և Աստված ասեց Աբրահամին. թող աչքի դժվար չերևա քո տղայի և աղախնի համար, ամեն ինչ որ Սարան քեզ ասել է, նրա խոսքը լսիր, որովհետև Իսահակով է քեզ համար սերունդ կոչվելու. և աղախնի որդին էլ ասկ կշինեմ, որովհետև քո սերունդն է նա. և Աբրահամն առավոտանց կանուխ վեր կացավ և հաց և մեկ տիկ ջուր առավ և Հագարին տվավ և նրա ուսի վրա դրավ, և տղան էլ տվավ և արձակեց նրան. և նա գնաց, և Բերսաբեի անապատումը մոլորված ման էր գալիս. և տկիցը ջուրը վերջացավ, և մացառների մեկի տակին ձգեց տղային. և գնաց և դեմուդեմը նստեց մի նետնկեցի չափ, որովհետև ասեց. տղան մեռնելիս չտեսնեմ. և դեմուդեմը նստած իր ձայնը բարձրացրեց և լացավ. և Աստված տղայի ձայնը լսեց, և Աստծո հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին և նրան ասեց. Հագար, ինչ է քեզ, մի վախիր, Աստված լսեց տղայի ձայնը, ուր որ նա է. վեր կաց, տղան վեր առ, և ձեռքովդ զորացուր նրան, որովհետև ես մեծ ազգ եմ շինելու նրան. և Աստված նրա աչքերը բացավ, և նա մի ջրհոր տեսավ, և գնաց և տիկը ջրով լցրեց, և տղային խմեցրեց. և Աստված տղայի հետ էր, և նա մեծացավ և անապատումը բնակվեց և աղեղնավոր դառավ. և Փարանի անապատումն էր բնակվում. և մայրը նրա համար մի կին առավ Եգիպտոսի երկրիցը. և եղավ, որ այն ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետը Փիքող խոսեցին Աբրահամի հետ ասելով. Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես. և հիմա ինձ երդում արա այստեղ Աստուծով, թե ինձ և իմ զավակի և իմ սերունդի հետ նենգությամբ չես վարվի, այլ իմ քեզ արած երախտիկի պես կանես ինձ և այս երկրին, որի մեջ բնակվել ես. և Աբրահամն ասեց. ես երդում կանեմ. և Աբրահամը հանդիմանեց Աբիմելեքին մի ջրհորի մասին, որ Աբիմելեքի ծառաները բռնությամբ առել էին. և Աբիմելեքն ասեց. ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, և դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ լսած չէի, բայց միայն այսօր. և Աբրահամը ոչխարներ ու արջառներ առավ, և Աբիմելեքին տվավ, և երկուսը ուխտ արին. և Աբրահամը ոչխարներիցը 7 հատ էգ առանձին դրավ. և Աբիմելեքն ասեց Աբրահամին. ինչ պիտի լինին այդ 7 գառները, որ դու առանձին դրիր. և նա ասեց. որպեսզի այս 7 էգ իմ ձեռքից ընդունես, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս հորը. նրա համար այն տեղի անունը Բերսաբե է կոչեց, որովհետև երկուսն էլ այնտեղ երդում արին. և Բերսաբեյումը ուխտ արին, և վեր կացավ Աբիմելեքն ու նրա սպարապետ Փիքողը և ետ դարձավ Փղշտացիների երկիրը. և Աբրահամը ծառեր տնկեց Բերսաբեյումը, և այնտեղ հավիտենական Աստված Եհովայի անունը կանչեց. և Աբրահամը շատ օրեր պանդխտություն արավ Փղշտացիների երկրումը.